Արդեն հասանք ոսկեպարի ճանապարհն էլ նորմալ վիճակում է գտնվում, ընդհանրապես այսքան ճամփորդության մեջ եկել ենք այսքան, մի կտոր կար ճամբարակում, ճամբարակ չհասած, որը խնդրահարույց էր, բայց արդեն դե շինարարական աշխատանքները սկսել ենք, Նավուր իծակար հատվածի մրցույթը վաղը հայտարարվում է և այսքանով, այսինքն այսօրվա իմ ամբողջ ճամփորդության մեջ ընդհանրապես ասենք կարող է 3 կիլոմետր ճանապարհ լինի, որ նորոգման կարիք ունենա, բայց դա էլ արդեն նկատի ունեմ նորոգման process-ը ընթացքի մեջ է։ Հիմա ոսկեպար ենք հասնում եւ ուրախ եմ, որ ոսկեպարում է 16 միլիոնի ծրագրերը տեղից շարժվել են եւ 24 թվի իրադարձությունների ժամանակ 2 թե 3 տուն կար 16 միլիոնի ծրագրով ոսկեպարը։ Մարդկանց ասում են ինչի՞ չեք օգտվում ծրագրից, դե ասում են դե մենք ստեղ չենք ապրելու եւ այլն, ասում են ով ասում ժողովուրդ ջան։ Հավաստի ձեզ հայտնի աղբյուրներ կային, որոնք այդ մասին ասում են, բայց հիմա ուրախ եմ, որ ոսկեպարում նույնպես եթե չեմ սխալվում 20-ից ավել, այն ով է մեզ սրտիկ ցույց տալիս։ Իհարկե ճանապարհից ոնց որ թե չի երևա, բայց նաև մեր սիրելի ոսկեպարցիները հաստատել են, որ շինարարություն ընթանում է շատ ակտիվ եւ հեսա էլի եւս մեկ անգամ կհամոզվենք, որ ոսկեպարի եկեղեցին չգիտեմ երևում է ձեզ, ես տեսնում եմ բավականին մեծ խոշոր տանիքը նորոգել ենք ոսկեպարի եկեղեցու ճանապարհը նորոգած է ոսկեպարի Իմիջիայլոց ուզում եմ հիշեցնեմ, որ հեսա, տեսանք ոսկեպարը արագ անցավ, բայց ոսկեպարի 16 միլիոնի ծրագրի տները արդեն երևացին, այն շրջադարձից այն պատուհանից Երևան։ Ուզում եմ հիշեցնել, որ Բերքաբերում, Կիրանցում, ոսկեպարում եւ Բաղանիսում ոչ թե 16, այլ 20 միլիոն է, որովհետեւ 5 միլիոն պլյուս է։ Այն են զումը չի լինում, բայց հույս ունեմ երևում, այդ տեսեք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, գոնե 9 ես հաշվեցի։ Հիմա այս այն ճանապարհն է, որ նախկինում մեծ ցուցանակ կար, որ մարդիկ իրանց ռիսկով պետք է անցնեին, ահա ոսկեպարի վեհաշուկ եկեղեցին, որի տանիքը նորոգված է եւ ինքը տեղում է։ Իսկ այս ճանապարհը նախկինում էլի մեծ ցուցանակ կար, որ այս ճանապարհով ուզում անցնի իր ռիսկով, որ դիտարկվող տարածք, իհարկե ժամանակ առ ժամանակ ընդհանրապես փակվում էր, եւ թույլ չէր տրվում, որ շրջանցիկ ճանապարհով էր։ Հիմա այս ճանապարհը մենք սահմանազատումից հետո միջին նորոգում արեցինք եւ հիմա բոլորը երթևեկում են այս ճանապարհով, որովհետեւ ոչ մի տրամաբանություն չկա կարճ ճանապարհը թողել եւ երթևեկել երկար ճանապարհով։ Այստեղ լինելու է մեր սահմանապահ զորքերի ուղեկալը, հենա արդեն տեղակայվում են կամաց շինարարությունը։ Դա ոսկեպարից Բաղանիս տանող ճանապարհն է։ Այստեղ տեսեք սահմանը, երևաց սահմանը, փշալարերը սահմանը երևաց։ Այն վերևում սահմանապահներն են։ Տեսեք սահմանապահներն են, սահմանից մի քիչ ենքում մեր սահմանապահներն են ծառայություն իրականացնում, այն իմիջիայլոց առանց սաղավարտի, առանց
զրահաբաճկ ունի եւ Ադրբեջանի կողմից եւ մեր կողմից ծառայությունն այդպես է պայմանավորվածության համաձայն իրականացվում, որը եւս մեկ վկայությունն է փոխադարձ երկկողմ վստահության խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Հեն այն վերևում էլ մեր սահմանապահների հենակետն է, հեսա փշալարերը սահմանի։ Շատ մեծ հաղթանակ է եւ Ադրբեջանի եւ Հայաստանի համար, որովհետեւ սրանով մեր պետություններն է արձանագրում անկախությունը, ինքնիշխանությունը։ Ով մտավախություն ունի այս ճանապարհով երթև եկելիս, ով, ոչ մեկ։ Եվ պետք էլ չի էլ կարող ունենալ։ Հենա տեսեք փշալարերը հույս ունեմ երևում է։ Սենց ուղիղ գնում ենք Բաղանիս, հիմա արդեն մոտենում ենք Բաղանիսի հատված։ Այս ճանապարհներով մենակ 2024 թվին երևի մի տասնյակ անգամ 24-25 թվին եկել եմ այստեղ լուսաբանվել Հայաստանի դրոշն է ծածանվում, հեռվում, այ տեսեք ստեղ արդեն փշալարերն են, որտեղ սահմանային գոտի։ Այնտեղ էլ արդեն ձկնաբուծարանը փշալարերից էս կողմ, ինչ շատ լավ է։ Այս էլ միջին նորոգում անցած ճանապարհն է։ Եվս մի դրոշ Հայաստանի Հանրապետության Ոսկեվան տանող ճանապարհն է։ Այդ չէր երևի դիմացն է Ոսկեվան տանող ճանապարհը։ Եվ հասանք Բաղանիս։ Ոսկեվանը ճանապարհը էստեղ։ Ու սենց հանգիստ, խաղաղ, առանց լարվածության, առանց մտավախությունների Այս է իրական Հայաստանը։ Այն ժամանակ շրջանցիկ ճանապարհով գալիս էինք եւ Բաղանիսում որը խաչմերուկում էինք դուրս գալիս մի քիչ վերև երևի։ Եկեք Բաղանիս, եկեք Ոսկեպար, եկեք Կիրանց։ Ահա այս խաչմերուկում էինք գալիս դուրս գալիս։ Եկեք տեսեք ձեր աչքով։ Որտեղ մի անգամ տեսնելն 1000 անգամ լսելուց լավ է։ Եկեք առանց տեսախցիկների մարդկանց հետ խոսեք, շփվեք։ Եվ կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին աներկբա կերպով պաշտպանում է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Այսքանը հաջորդը Ջուջևան գյուղն է, որտեղ ժամանակին այս հանձնարարել է, որ այնտեղ պուրակ կա, այդ պուրակը նորոգվի։ Երկու անգամ անցել եմ, տեսել եմ, որ նորոգվում է, բայց ճիշտ ասած հիմա չգիտեմ, ավարտել են, թե չեն ավարտել։ Ամեն դեպքում Ոսկեպար Բաղանիս հատված այսպիսին է, այսպիսի խաղաղ եւ այսպիսի հանգիստ։